Քաղաքական գործիչներին կարելի է հուզվել, այսքան ընկերներ տեսնելուց։ Սպասելի էր դատարանի որոշումը։ Ես եթե լսեցիք այնտեղ նշեցի, որ շատ ցավում եմ, որ ես պետքա падգամավորի կարգավիճակ ձեռք բերելով դուրս գայի, իրականում ցավում եմ, որովհետև նախ պետքա դա չլիներ, որ падգամավոր դառնալով էլ դուրս գայինք։ Բայց ես ունեմ համոզմունք, որ ընտրությունների միջոցով այսպես շատ արագ միգուցե թվում է թե չստացվեց կամ իրավական առումով չստացվեց, բայց համոզված եմ, որ մենք ունենալու ենք երկիր մեր ղեկավարի պարոն Կարապետյանի, Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, որ այսպիսի տեսարաններ էլ չտեսնենք։ Ազատազրկված մարդիկ քաղաքական պատճառներով, չգիտեմ, այս դատախազների այդ վիճակում բանա խոսում նայում ես աչքերի մեջ, ախր դա իրավագիտություն չի, ես էլ եմ այդտեղ սովորել, էլի։ Այնպես որ ունեմ համոզմունք, որ շատ արագ եւ խիստ անհրաժեշտ է եւ պետք է բրցնենք սա։ Բացարձակ։ Իսկ պարզվել է այն շրջանակը, ում դուք պատրաստ եք։ Հիմա չգիտեմ, նախաքննություն չի, չէ՞, դատաքննություն է, իրավունք ունեմ ինչ որ բան ասեմ այս գործում։ Դե դուք կլսեք, էլի մենք ասպնդեցինք, որ բաց լինի, կտեսնեք։ Այսինքն կա այդ շրջանակը, ում պարզել են, որ դուք բացարձակ առերեսում էլ չեն արել, այնտեղ գիտեք ոնց է, լավ, անուն չասեմ, զապիսը լսել եք։ Ասում է Ղազինյան Դավոն, նախ առաջինը Ղազինյան իմ Դավոյի հեղինակային իրավունքը դա մորինս, սա իմ մայրն է ինձ ասում Դավո, ոչ մեկ խնդրում եմ չասի, մեկ, երկրորդը ասում է ես լսեցի, որ Ղազինյան Դավոն փող բերեց, այն մեկին ասում են, բա որտեղից լսեցիր, ասում է այն մեկն ասեց, այն մեկին ասում են, բա որտեղից լսեցիր, ասում են այն մեկն ասեց։ Այսինքն տեսնեք էլի, ու չի կա։ Պարոն Ղազինյան, լավ, ի վերջո նոր խորհրդարան, նոր անելիքներ, դուք էլ ասում եք, որ փոխելու եք այս իրավիճակը, ինչպես եք հնարավոր համարում այս փոփոխությունները, երբ Փաշինյանը շարունակում է մեկուսացնել ընդդիմադիր առաջնորդներին, տեսնում եք Ծառուկյանի հետ ինչ է անում, հեցի ճանապարհով արարած ցեմենտն է գնում եւ այլն, եւ ասում են, որ ներդրումների տնտեսական առհասարակ կառուցվածքն են փոխում Հայաստանում արտաքին քաղաքականության միջամտությամբ նաեւ։ Այս պարագայում ինչ կարող եք անել դուք եւ ձեր խորհրդարանը նոր։ Մի բառով ասեմ, ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ, չեմ կարողանում, ունեմ որոշակի մտքեր, բայց թույլ տվեք այս բանը չարտահայտեմ, ասում եմ, ցենց շատ ուղղակի դիտավորությամբ, ոնց որ ասում թշնամություն անեն այս երկրի նկատմամբ եւ մեր ուժի, մեր առաջնորդի ունեցվածքի նկատմամբ տեսակ, չնայած իր այսպես ասած ոչ եթերային վեճը չէր, եւ պարոն Ծառուկյանի հետ կապված այդ գետին տապալելը ես ինչքան որ ապրել եմ, ինչքան որ այսպես փողոցում լավ առումով եղել եմ, ես այսպիսի հաղթող չեմ տեսել։ Ես այսպիսի անպատասխանություն չեմ տեսել։ Իրենք իմ կարծիքով ամենաթույլն են։ Ճիշտ է, ունեն ուժային մարմիններ, ճիշտ է, ես չեմ կարող, գիտեք, այդ գործիքները փչանում են իրենց մոտ արդեն։ Չկա, հավատացած եղեք, ես նստել եմ Երևան կենտրոնում, որը հանդիսանում է ամենախիստ, այսպես կալանավայրը։ Հավատացած եղեք, եթե մարդը չի արել ոչ մի բան եւ համոզված է իր գաղափարների մեջ անդավաճան լինելու մեջ, շատ հեշտ է։ Հավատացած եղեք։ Պարոն Ղազինյան, սպասում է, որ դատախազը միջնորդությամբ հաստատ դիմելու է ազգային ժողով։ Թող դիմի, մի քիչ դուրս է կլնենք, էլի գնանք, ասված չան իհարկե, բայց որ գնացինք, էլի ինչ անենք։ Պատրաստ եք։ Իհարկե։ Հիմա պատրաստ չի, հիմա էլ է պատրաստ։ Շնորհակալ եմ, որ եկաք։